Դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը հասարակ մարդ է, բայց նա առաջին հերթին պաշտոնատար անձ է, հետո նոր հասարակ մարդ, իսկ Սահմանադրությունը ասում է, որ պաշտոնատար անձը կարող է անել միայն այն, ինչի համար լիազորված է օրենքով։ Խնդրում եմ հստակեցնել, որ օրենքով է վարչապետը լիազորվում, այսպես կոչված բարենորոգել եկեղեցին, եւ այս պահին իրավապաշտպանների տվյալներով 12 հոգևորական գտնվում է քրեական հետապնդման մեջ, 4-ը կալանքի, 1-ը տնային կալանքի, 7-ի նկատմամբ ելքի արգելք կա։ Սա աննախադեպ իրավիճակ չէ անկախ Հայաստանի պատմության մեջ, հաշվի առնելով, որ հետապնդվողներից 10 եպիսկոպոսներ են, չեք համարում արդեն ինստիտուցիոնալ ճնշում եկեղեցու նկատմամբ, ոչ թե անհատական քրեական գործած շնորհակալություն հարցը հնչել է, ես պատասխանել եմ այսքան։ Նաև եպիսկոպոսների հարցը հնչել է, ես պատասխանել եմ։ Ինչ տարբերություն եկի եպիսկոպոսը, եթե հանցագործության մեջ է անձը մեղադրվում։ Ինչ տարբերություն երգչուհի է, չգիտեմ, բժիշկ է, թե եպիսկոպոս է։ Որն է տարբերություն, եթե հանցագործության մեջ մեղադրվելու մասին է խոսքը։ Շնորհակալություն օրագիրներս Արփինեն Աղսերցին։ Տիկին Գալյան 3 համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ քննիչը խոշտանգում մեր քաղաքացուն հայայում